Սառը պատերազմի ավարտից հետո երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգը փլուզվում է, դա Հայաստանի համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց դրանց գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել, խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությանը, նա նշել է, որ կարգավորման ու խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական։ Էլի եմ ասում, եթե կողմերը հավատարիմ են մնում արդեն իսկ պայմանավորված սկզբունքներին։ Վարչապետը հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրողների համար։ Մենք վերազինման, վերականգնման ուղղությամբ աշխատել ենք մարգարայի անցակետում եւ մենք այս առումով ըստ էության արդեն պատրաստ ենք նման զարգացումների եւ հույս ունենք այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև մակրոտնտեսական կայունությանը ու նշել, որ ամենամեծ սպառնալիքը համարում է կոռուպցիայի հնարավոր վերաակտիվացումը։ Որևէ ցնցում, որևէ դժվարություն չի կարող մեր պայքարը կոռուպցիայի, հակակոռուպցիոն պայքարը որևէ կերպ թուլացնել։ Եվ մենք մտահոգված ենք խորապես այն ընկալմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում, ելի եմ ասում, տարբեր տեղերում հնարավոր է փողով, կաշառքով եւ այլն տարբեր հարցեր լուծել։ Եվ եկեք պայմանավորվենք, որ այստեղ, ինչպես եւ նախկինում, ինչպես ժողովրդական լեզվով ասվում է, ներում բեկում չի լինելու։ Մենք այս տարի սպասում ենք առնվազն 7% տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է, առաջին 9 ամիսների արդյունքներով մենք ունենք 2.8% գնաճ